ջան, ընտանիք եմ ուզում կազմել, բայց ինչ-որ չի ստացվում։ Մի բան արա օգնի էլի, որ մեր միությունը կայանա։ Եթե իմ ու Սպարտակի սերն այնքան ուժեղա, որ մենք չենք կարող բաժանվել, ապա օգնիր մեզ, սովորեցրու միասին երջանիկ լինել։ Գնանք սպա։ Չէ, որ գնանք։ Եսա տեր հայրը կարող է, որ մեզ օրհնի։ Մի վախեցի, պսակադրություն չի անելու։ Մեր երեխուն է օրհնելու ու մեզ ընդամենը։ Ձայնը չի լսվում։ Դե ինչ ասեմ, սես նայում եմ ես նկարին ու հասկանում եմ, որ դες ասելու բան չունեմ։ Չունես։ Չէ, ու ես տենց էլ չհասկացա, թե ինչ եք ինձ տեղ կանչել։ Սկզբից մտածում էի, որ կանչում եք անընդհատ կրկնելու համար, որ ես բալայան չեմ, իբր դա պարզվեց, բայց էդ էլ չեղավ։ Ինձ պետք է, որ դու նայիր ես նկարին, ուշադիր նայիր ու ասեիր ձեզանից որ մեկն է։ Ես որ չեմ, ու Վիտուսի տանոյի հետ կապված բան չեմ կարող ասեմ, ընդհանրապես նման չի։ Աստորեն չճանաչեցիր ես նկարի տանը։ Դե չէ, ինչից եք վերցրել, որ կարող է մեզնից ինչ-որ մեկն է այս նկարի մեջ։ Դաս գնաս։ Դե, ինչ ասեմ, ափսոս, որ չկարացի ձեզ օգնեմ։ Կարաս գնաս, տղա ջան։ Տղա, քո մի հայացքը բավական էր, որ ես հասկանայի, որ ես նկարում ձեզանից մեկն է։ Ավելի ճիշտ, տանը։ Գամուտացնեմ, թե դուք ուտես։ Սպո երբ ենք դուրս գալու։ Լավ, հասկացա։ Աշկիս ուզում ես ես կամ քեզ ուտացնեմ, պրոստը անվաճում ես ասես։ Okay, պրոբլեմ չկա։ Խելոք մնա։ Սրանցը խելոք հորս արև։ Դառնում եմ հրեշտակ։ Դավայել է։ 5 օրում հրեշտակ չեն դառնում։ Ու հետո էլ ինձ հրեշտակ պետք էլ չի։ Ճիշտ է կյանքս։ Ես քեզ եմ պետք, դու էլ ինձ։ Մենք սիրում ենք իրարն ես, ոնց որ կանք, չէ՞։ Ոչ։ Դե դու ասա ոչ։ Ես էլ ասեմ հա։ Ոնց նորմալ հաշ չուտես, ու քեզ խելոք չպահես, կա գնացող չկա։ Չսպառնաս։ Ազիզ, այս սիստեմաները դու պետք է սիստեմատիկաբար ընդունես։ Դա քեզ մենակ օգուտ է։ Սրա ի՞նչն է օգուտ, աղջի, ես տոպրակով ջուրը լցնում եք մեջս, որ ինչ։ Հանգիստ, հա։ Ազիզ, դու բուժքրոջը մի խանգարի, բայ։ Ամեն մարդ իրա գործում է վարպետ, հասկանում ես։ Հասկացանք էլ վրա մի տու։ Դու պետքա շատ լուրջ քո բուժումը շարունակես, դու սրանով չես սահմանափակվելու, եղավ։ Հա, եղավ։ Երեխեք տուր են, ինչ-որ աչքից չեն երևում։ Էմիլիս ընկերուհու հետ է, Միշիկսեր իրա գործերով։ Պո, Միշիկը գործեր էլ ունի։ Ես արդեն մեկ անգամ բողոքել եմ, բայց ոչ մեկը ականջ չի դրել, ուշադրություն չի դարձրել իմ բողոքին։ Եթե այսպես շարունակվի, ես ավելի բարձր ատյանների կդիմեմ։ Ձեր ասածները անհիմն են, ու եթե դուք հիմնավոր եք,
ձեր ասածները, ապա դրանց հիման վրա մենք օրինական ընթաց կտանք ձեր բողոքին։ Իմ աղջիկը 26 տարի է կորել է, անհայտացել է։ Ես տվյալներ ունեմ, որ նրան սպանել են։ Ես նույնիսկ մատնացույց եմ արել իր գերեզմանը։ Ձեր մատնացույց արված գերեզմանում միանգամայն ուրիշ մարդ է թաղված։ Այդ բալայանների վարորդը ինչ ապացույց է դրել ձեր սեղանին, որ դուք համոզված եք, որ այդտեղ իմ աղջիկը չի թաղված։ Թե դա նրանց կարելի է, ինձ չէ։ Նրանք բալայաններն են։ Արդեն ուրիշ բաներ եք խոսում։ Ստիպում եք։ Ես պահանջում եմ, որ մեկ անգամ եւս ուշադրություն դարձնեք ու քննեք գործը։ Քեզ հեչ լավ չպահեցիր բուժքրոջ հետ, Ազիզ։ Ինչի աղջի կարող ձեռմեռը մկցե։ Դու չտեսար դրա դժգոհ դեմքը, ինքը իր ասել է դառնարյուն, ոնց որ բալայանն էր։ Որտեղից էիք հայտայտել դրան։ Ազիզ բժշկիտ բուժքույրն էր։ Ինչ լվյադ նորից ասա։ Ազիզ բժշկիտ բուժքույրն էր։ Բժշկիտ բուժքույրն էր, առա։ В общем, վաղվանից մի հատ թազին եք ճարում, չգիտեմ։ Ֆրիկնա։ Դու տեսնեմ։ Դու էլ տես երեխեքն ուր են։ Երեք կյանք էին տալիս ինձ համար, այսօր երկու կորել են, մի հատ ջան է զանգում, հարցն է, սաղ եմ, մեռած եմ։ Ասա ֆրիկ ջան։ Քավոր նենց վատեմ չեմ իմանում ինչ անում։ Ինչ է եղել այ բալա, այդ բալայանը քեզ նեղացրել է, թե վախեցրել է։ Չէ, փաստորեն ինքը լրիվ ուրիշ բանի համար էր կանչել իրա մոտ։ Ինչի համար։ Դեմս դրեց տանոյի փոքր ժամանակվա նկարը ու հարցրեց, թե մեզնից որ մեկն է նկարում։ Տանոյի նկարը դրան որից արա։ Ինչ իմանամ, քավոր, ես էլ ընդեղից իշ դուրս եմ եկել, դրա մասին եմ մտածում, բայց չեմ կարում ջոգեմ։ Բա դու ինչ ասիր։ Դե ասի, որ չեմ ճանաչում նկարի երեխուն, ու վсё։ Հավատաց։ Դե չգիտեմ, քավոր։ Մի քանի անգամ հարցրեց ու ասեց, որ ազատ ես։ Կարաս գնաս։ Ես դրա արա դեպիլարա դա ոնց սկսեց տենց մեծ քայլերով առաջ գնալ, չեմ կարողանում հասկանալ։ Քավոր, կարող է իմ մի սիրուն օրել կանգնի տանոյի դեմը ու ասի, որ ես քո հերն եմ։ Չի ասի։ Ինչ գիտես։ Արա գիտեմ։ Բոլորից լավ Յուրիկին ես եմ ճանաչում, եթե ասում եմ չի ասի, ուրեմն չի ասի։ Այսինքն կասի, բայց հիմա չէ։ Ոչ էլ մոտ ժամանակներում։ Հետո։ Չգիտեմ, երբ հետո կարող է ասի։ Չգիտեմ, քավոր, ես ամեն դեպքում շատ անհանգիստ եմ տանոյի համար։ Բայց այդ անհանգստությունը աշխատի ցույց չտալ։ Լավ։ Ախ Յուրիկ, այդ ոնց է սկսել տենց մեծ քայլերով առաջ գնալ։ Չեմ կարողանում քայլերդ կռահել։ Լավ չի։ Արդյունքում կրվեցիր Լիլիկիդ հետ։ Չէ, ուղղակի զզվացրեց այդ իրա մերածուի մասին խոսալով։ Ինչ հանդիպում եք, դրա մասին է խոսում։ Բայց չեք ուզում ամուսնանաք։ Այ եսիմ։ Տեսեք սրտումս վախ կա։ Վիճակ դե ինչ վախ։ Ինչից պետք է վախենաս։ Գոնե ամուսնացի։ Գոնե մեզանից մեկը երջանիկ կլինի։ Ընտանիք կազմի։ Ինչ կա, Ֆրիկ։ Վերջացրիր քավորիդ հետ գործերդ։ Հա։ Այս բաբին ու տավոնու են։ Հելուր պետք է բաբին գործի հա։ Դավոյն էլ տարել է Արմանենց տուն։
Դու ոնց ես, դու խիչ ես պարկում։ Պարկելու ժամանակ չկա, պետք է խոսանք։ Ինչ կա, ոնց հասկանում եմ բան ա եղել։ Եղել է, բայց դու այնքան մեզ չես վստահում, որ չես անկեղծանում մեզ հետ։ Ինչ տեսմինա ես ոչ մի բանից խաբար չեմ։ Վերջը քոնը արեցիր էլի։ Անալիզ հանձնեցիր։ Հա, անալիզ ես անձնեմ։ Ինչի ձեն չես անում, Ֆրիկ։ Ինչ ես իմացել։ 2 օր առաջ անալիզներիդ պատասխանները եկել է։ Թանում մեր ազատության ես այդ կայլին գնացել, հա։ Չէ, ես տենց ուզեցի։ Ինձ պետք էր մեկ ընդմիշտ ազատվել այդ բալայաններից ու ազատվեցի։ Ապացուցեցիր, որ դու բալայան ես։ Ես բալայան չեմ։ Հա, ես բալայան չեմ։ Ու շատ էլ ուրախ եմ դրանից։ Այսինքն քավորը մեզ խաբել, հա։ Հա, ու դու էլ ուրախ ես դրա համար։ Ոնց արա, ուրեմն հերթական անգամ էլի էս շիտեղ դրեց մեզ, հա։ Մի հատ միշտ ապեք քավորի վրա ցեղ շպրտել։ Այն մարդը այդ արելա, որ ինձ պաշտպանի։ Որովհետև ինձ ազատելու ուրիշ ձև չուներ։ Ֆրիկ բալայաններին խափել լավ ա արել։ Բայց մեր հետ թո այդ խաղը չխաղար։ Վիճուկ սպասիր, թող։ Ինքը վաղուց քավորին հասկացել ու ներել է։ Քավորը սխալ բան չէր էլ արել, որ մի հատ ներեի։ Ինքն ինձ ազատել է։ Իսկ բալայանները ոնց հավատացին քավորի ստին։ Դե իրականում ապօրինի բալայան կա, քավորն էլ իմացել է ու օգտվել է այդ ամեն ինչից։ Չէ, Ֆրիկ։ Ստեղ բաներ կա, որ իրար ընդհանրապես չի գտնում։ Թող վիճուկ։ Էլ հարցեր չենք տալիս, էլ չենք խորանում ու քավորին էլ չենք մեղադրում։ Ով ասե, որ մենք քավորին դե անմնացորդ հավատանք։ Այդ իր ասած խոսքերն են իսկ։ Տանոց սխալ ուղղությամբ ես գնում։ Լավ, հիմա ինձ լսեք։ Դա ավելի լավ է, որ դու բալայան չես։ Դա ինձ հնարավորություն է տալի, որ ես մինչև վերջ քայլեմ այդ բալայանների վրով։ Դե դրանից առաջ էլ քեզ ոչ մեկ չէր պահում։ Դու լավ գիտես, որ ես էլ հնարավորությանս դեպքում նույնը կանեի։ Դե մենք հիմա դա կանենք։ Ու այս ձևով։ Մենք բալայան Սպարտակի համար փոս պետք է փորենք ու հենց իրա տարածքում։ Աշխատելով քավորի օֆիսում մենք դուրս կգանք իրա դեմ։ Բայց առանց քավորի իմացության։ Ինչի՞։ Չես վստահում էլի քավորին։ Հարցը չվստահելը չի։ Մենք պետք է կյանք մտնենք։ Ու պետք է դուրս գանք քավորի փեշի տակից։ Մենք պետք է մերը ունենանք, Ֆրիկ։ Լավ միտք է, Տանո ջան։ Բայց վախենամ Ֆրիկի դուրը չի գա։ Ֆրիկը քավորին հարգում է, սիրում է։ Բայց այդ չի նշանակում, որ մեկը միշտ մնալու է իր թևի տակ։ Ուրեմն մենք մեզանով գնում ենք առաջ։ Քավորի հովանու տակ գտնվելով մենք քանդում ենք բալայան Սպարտակի համար փոս։ Ու դա նենց ենք անում, որ ինքը փոսի մեջ իմանա դրա մասին։ Հետո արդեն մենք կաճենք ու լիովին դուրս կգանք քավորի թևի տակից։ Հիմա մեր ժամանակն է բալայանների վրով գնալ գալու, հա։ Մի գնա։ Ոնց չգնամ։ Չեմ ուզում որ գնաս։ Չեմ ուզում որ բաժանենք։ Երբ միասին ենք ոնց որ սաղ աշխարհը հիմա լինի։ Մանավանդ էս օրից հետո նենց լավ եմ ինձ զգում, նենց ուրախ եմ չես պատկերացնի։ Կարևորը որ դու լավ ես։ Ես էլ կարող եմ հանգիստ տուն գնալ։ Ում ես խափում կյանքս։ Խիչ ես ասում, որ դու էլ չես ուզում գնաս։ Որ գնում ես, քեզ ինչ-որ բաներ ապացուցելու համար ստիպված ես անում դա, խիչ ես ասում։ Սպասում ենք երկուսս էլ մեզ ապացուցելու շատ բան ունենք։ Մենակ չասես էլի, որ ժամանակը ցույց կտա։ Սպո գիտես ինչից եմ վախենում։ Որ վաղը կարող է էլ սպո ինչ տեսնեմ։ Կարող է իմ առջև լրիվ ուրիշ մարդ կանգնած լինի։ Բայց ես տենց ասում։ Այսօր ամբողջ օրը միասին ենք եղել։ Ես ինձ մի հատ վատ բան թույլ տվել եմ։ Դժգոհ ես այսօրվա օրից։
Հրաշալի օրեր։ Այն ինչ կա։ Ոտենում ես։ Սրանից հետո ես նենց եմ անելու, որ սաղ մեր օրերը հիասքանչ լինեն։ Բազում անգամներ ես դու այդ խոստումները տվել։ Ես վերջինն։ Դու ինձ շատ ես տանջվում, որովհետև ես կոնե խոսում եմ իմ սիրուց, ցույց եմ տալիս, իսկ դու քեզ զսպում ես, որ չխոսես։ Բաց թող։ Այսօրվա քո խոստովանությունն ամեն ինչ արժեր եկեղեցու մոտ։ Ես գոհ եմ։ Ինչ խոստովանություն։ Որ սիրում ես այս տողուն, դու չասիր, որ եկեղեցու դռանը խաբել չի կարելի։ Սիրում եմ քեզ։ Բայց ոնց կարելի է ինձ նորից կանչել։ Ես արդեն մի անգամ ձեզ ասել եմ, որ դա մեր ընտանեկան գերեզմանն է։ Եվ տրամաբանական է, որ այդ մարդու աղջիկը չի կարող թաղված լինել մեր ընտանեկան գերեզմանոցում։ Բայց ինքը այդ կարծիքին չի ու պնդում է, եթե մենք օրինական ընթացք չտանք այդ գործին, ապա վերևներում կբողոքի։ Բայց ինչ կարևոր է, թե ինքը որտեղ կբողոքի։ Դրանից արդյունքը չի փոխվում։ Ասել էիք, որ այդտեղ ձեր տատին է թաղված։ Այո, հետո մի բան էլ, պարոն քննիչ, չի կարելի հիվանդ մարդու ասածները հիմք ընդունել։ Մենք լավ գիտենք, ինչն ենք հիմք ընդունում։ Դուք մեզ ուղղություն ցույց մի տվեք։ Որտեղից են ենթադրել, որովհետև իր աղջիկն է թաղված։ Այն կարպիչն է, չի ասել։ Բայց հենց այդ նույն կարպիչն էլ հերքեց այդ փաստը, չհաստատեց։ Զավենի հիվանդ մարդ է։ Շատ հնարավոր է, որ ինսուլտ իր հետևանքներն է թողել այդ մարդու տրամաբանության վրա։ Մենք դա դեռ կպարզենք, թե նա ինչ աստիճանի հիվանդ է։ Իսկ մինչ այդ դուք մեզ պետք է ներկայացնեք ձեր տատի մահվան վկայականը։ Մեզ պետք են փաստաթղթեր, որոնք կապացուցեն, որ այդտեղ ձեր տատին է թաղված։ Հակառակ դեպքում Ինչ պետք է անեք հակառակ դեպքում։ Հակառակ դեպքում մենք կանենք այն, ինչ կթելադրի օրենքը։ Մեր հանդիպման առաջին օրից ինձ մենակ լավ նվաստացրել ես։ Խաղացել ես թե իմ, թե ընկերներիս կյանքի հետ։ Իսկ ով ա դա քեզ թույլ տվել։ Անասուն Բալայան։ Ով ա ասել, որ դու պիտի այդ սաղանես։ Իսկ ես էլ էշի պես ամեն անգամ աչք փակեմ ու թողնեմ, որ կուլ տաս։ Չէ, նախորդ անգամները չգիտեմ ոնց, բայց այս անգամ ուրիշ ա լինելու։ Այս անգամ ես իմ առաջ նպատակ եմ դրել։ Վերացնել քեզ ու մոռանալ Քավորի աղջկան։ Կամ էլ հակառակը, մոռանալ իրան, որն ինձ ավելի ուժեղ կդարձնի, հետո նոր զբաղվել քեզնով։ Չնայած քեզ ծնկի բերելու ամենաուժեղ տարբերակն այդ Քավորի աղջիկն է։ Բայց ես այդքան ստոր չեմ, այդքան էժան չեմ։ Ես հարգում եմ իմ զգացմունքը, իմ սերը, որ տածում եմ իր հանդեպ։ Ես քո հարցերը ուրիշ ձև կլուծեմ։ Այդ կլինի դանդաղ, բայց շատ էֆեկտիվ։ Բալայան Սպարտակ։ Մեր ծանր երկընտրանքի առաջ եմ կանգնել։ Ես գրեթե համոզված եմ, որ դու ես Բալայանը։ Բայց դեռ հույսս չեմ կտրել։ Կարող Աստված ինձ խղճա և ԴՆԹ-ի պատասխանը դրական չլինի։ Ինչի սուտ հույսեր եմ ինձ տալիս։ Եթե այդպես է, ինչի եմ եկել։ Ինչ եմ անում ես ես հիվանդանոցում։ Իհարկե քեզ մոտ եմ եկել, բայց ինչի, ես էլ չեմ իմանում։
Այ այստեղ չես։ Այստեղ էլ էր Աստծո մատախարը։ Փրկեց ինձ քո առաջ կանգնելու խնդրից։ Բայց ով է ինձ այս խնդրի առաջ կանգնեցրել։ Դե իհարկե ես ինքս։ Լավ է, որ դուրս ես գրվել։ Բայց քեզ ու Սպարտակիս իրարից հեռացնելա պետք։ Ջեբգիրն ու իր աղջիկը հասցրել են ձեզ թշնամիներ դարձնել։ Իմ խնդիրն է ձեզ մոռացնել տալ միմյանց գոյության մասին, որտեղի չունեն ամենամեծ ողբերգությունը հարազատ եղբայրների միջև։ Պապան ոնց է իրան զգում։ Ինչի՞ չես բարձրանում վերև, որ խոսես հետը հարցնես։ Մամ, ինչ ա եղել։ Ինչ եկել եմ հետս չես խոսում։ Ինչ խոսեմ։ Եթե դու ասելու բան ունես, առանց իմ խոսացնելու էլ կխոսես։ Տեսել ես, թե ոնց է սպան ինձ տուն բերում։ Աղջիկ ջան, դու Սպո անունով ընկերուհի էլ ունես։ Լավ է։ Ծաղիկներն էլ էին սպոից, մամ։ Գիտեմ։ Հասկացա։ Ես մենակ մի բան չեմ հասկանում։ Ես քո թշնամին եմ, թե հարազատ մայրդ, որ ինձ չես վստահում։ Մամ, ստեղ վստահելու հարցը չի։ Ուղղակի ես ինքս էլ չեմ հասկանում ինչ եմ անում, ինչ եմ ուզում, ու ընդհանրապես ինչ է ինձ հետ կատարվում։ Ինչը չգիտես։ Ինչպես եւ սպասվում էր, նորից Սպարտակիդ հետ ես։ Մարդակեր Սպարտակիդ։ Ես Սպոյի հետ չեմ։ Բայց կլինեմ, որովհետև ինչքան փորձում եմ իրան մոռանալ, ատել, չսիրել չի ստացվում։ Ավելի շուտ ինձ թվում է, թե ստացվում է, բայց բավական է մի անգամ տեսնեմ ու ամեն ինչ նորից փոխվում է։ Չէ, քեզ պետք է հիվանդանոց պարկել։ Կամ էլ կարելի է տանը, գիտես, ասենք հոգեբան կանչել, տանը սեանսներ անցկացնել քո հետ։ Մամ, Ու դու այդքանից հետո իրան սիրում ես, հա? Ու պատրաստ ես իրան ներել։ Ավելին իրա մոտ վերադառնալու ցանկություն ունես, հա? ինչ անեմ, մամ։ Ես ձեզանից շատ եմ ուզում իրան մոռանամ, բայց ոչ ոք չի կարող պատկերացնել, թե ես ինչ տանջանքների միջով եմ անցնում։ Անկախ իր արածներից ես իրան սիրում եմ։ Մեզ սիրում։ Նստի։ Լավ թող գնա։ Դու մի խառնվի։ Որոշել ես Բալայան դեբիլին էլի շանս տալ, հա։ Մեր երեխու պատիժն է։ Այդ Բալայան չեղածը սիրել եմ։ Էն ինչ արել է դա, դնում ենք մի կողմ ու աչք ենք փակում այդ ամեն ինչի վրա։ Պապ, դուրս գա։ Նստի։ Ինձ վրա կրակեց այդ դեպիլը ու ես հազիվ մահից պրծա։ Երկրորդ անգամ զենք էր պահել վրաս ու հաստատ կսպաներ, եթե դու չչոքեիր ու կյանք չխնդրեիր ինձ համար։ Էն երեխունը տենց կես մարդ սարքեց, գցեց հիվանդանոց։ Քեզ հետ վարվում է ոնց որ իր սեփական ապրանքի հետ։ Ու այդքանից հետո դու դեռ ուզում ես միանալ իրա։ Ինքը մեղք չունի։ Լուրջ եմ ասում, ինքը մեղք չունի, որտեվ ինքը իր զգացմունքների ձեռը գերի է անգել։
Իսկ այն այլանդակը գիտի ոնց անի, որ մեր երեխուն նորից իրանով անի։ Դու քեզ կհարգես, մենակ անկեղծ։ Եթե այդքանից հետո դրան նորից ընդունես, ապրես հետը, ընտանիք կազմես։ Ինչ ես խոսում։ Այ բալամ, ինչ ես խոսում, ընտանիք կազմել։ Նա ուր ընտանիք կազմելն ուր։ Նա հեռու է ընտանիքի հայր լինելուց։ Եթե դու այդ բալայան դեբիլին ընդունես, ուրեմն ես կդադարեմ ինձ հարգել, որովհետև քեզ պես անթասի բաղջիկ եմ մեծացրել ու կհարգեմ իրան։ Ինչի այդքան կոպիտ խոսացիր։ Սիրտս կտոր արի։ Մեղք։ Ժամանակն է, որ աղջիկդ վերջապես հասկանա, որ այդ բալայան դեպիլը կկործանի իրան։ Սպո ինչի ես ինձ հետ ապնդում, ինչի ես ամեն անգամ հայտնվում ու ստիպում, որ քո կողքին երջանիկ լինեմ։ Եթե այստեղ տանը պիտի այդ երջանկությունը չքվի, երբ ընտանիքս երեսով ստա քո ասածները, նրանք ինչ ասում են ճիշտ են ասում։ Ես ինքնասիրություն չունեմ, եթե շարունակում եմ քեզ հետ լինել ու ինձ քո կողքին երջանիկ զգալ։ Մամ ջան, ոնց ես։ Ոնց տեսնում եմ դու լավ ես, ես էլ եմ լավ։ Լավը ո՞րն է, մամա ջան։ Ես շատ լավ եմ։ Սարից լավ չել կարա լինի, նա ջուտը խմեմ էլ։ Այ ապրես մերս։ Պատկերացնում եմ, ինչից դու այդքան երջանիկ կարող ես լինել, բայց դժվարանում եմ հավատալ, գիտես։ Հավատա, մամա ջան, հաստատ հավատա։ Հաշտվեցիք։ Դե ոնց ասեմ, ճամփին ենք, հասել ենք Խաչմերուկ Կարմիրը, տվես այդ բացիկ է թափել։ Քանի օրով։ Լավ էլի մամա, քանի օրով ո՞րն է։ Ընդմիշտ։ Ես անգամ հենց եմ անելու, որ ընդմիշտ լինի։ Ինչ ես նայում, ուրախ չես։ Տղա ջան, այս աշխարհում ամենաշատը ես կցանկանամ, որ դու երջանիկ լինես, բայց կյանքը ցույց տվեց, որ դուք իրար չեք հասկանում ու չեք կարողանում երջանիկ լինել։ Մամա ջան, դու ջեպկիր ընտանիքից չես։ Կարող դու ես Բեկնազարյան, կարող քեզ է բացատրեմ որից հետո։ Բայց այդ աղջիկ ամեն անգամ լքում է քեզ, կամ էլ դու հասցնում ես ձեր հարաբերությունները ծայրահեղության, էլ մեր ընտանիքի եղած այդ հարաբերությունների մասին չեմ էլ ուզում խոսել։ Մամա ջան, այդ ընտանիքի հարաբերությունները թողնում ենք մի կողմ, սկսում ենք նոր էջից։ Ես փորձում եմ փոխվեմ, դառնամ ավելի լավ, ավելի բարի։ Փորձում եմ էլի։ Ու ուզում եմ նորմալ ընտանիք կազմեմ։ Նորմալ երեխուս հերություն անեմ վաղը միսօր։ Նորմալ։ Ոնց են սաղ ապրում, այտենց էլ ես եմ ուզում ապրում։ Տղա ջան, ես էլ եմ նույն բանը ուզում։ Ես շատ եմ ուզում, որ դուք երջանիկ լինեք, բայց ես շատ եմ վախենում։ Հա դե վախենալ բան չկա, մամա։ Ես քո կյանքի համար եմ վախենում։ Ես չեմ ուզում, որ դու այդ աղջկա պատճառով փորձանքի մեջ ընկնես։ Եթե պետք է փորձանքի մեջ ընկնեմ, ուրեմն կընկնեմ։ Ալլելու բանալ լումա, բայց պալի բոմու ես իմ երեխու մոր կողքին պետք է լինեմ։ Իրանք իմ հետ պետք է լինեմ, всё։ Տղա ջան, շատ եմ խնդրում քեզ, չմտածված քայլեր չանես։ Աշխատում եմ, մամա ջան։ Խոսք եմ տալի, դաժե պապուս եմ խոսք տվել։ Հայ միջալուց, ոնց է պապին, ես էլ մոտ չեմ եղել։ Լավ էր։ Ավելի կլավանա, երբ որ իմանա, որ իմ ու MK-ի հարաբերությունները նոր փուլ են մտել։ Այ կտենաս։ Դե մի բան ուտեն։ Ահա, երեխեք, ես էլ մեր տաքսին։ Սպասիր։ Արես վաղոյ տղերեք լավ վաղոյ մոտ։ Արագ նստեք մեքենան, արագ։ Արի պապայի մոտ մեռնեմ կյանքիդ։ Բարման օգնին։ Վաղո, խայտարակես թող երեխուն։ Լսի, իմ երեխեն է ես գիտեմ ինչ կանեմ։ Մի ասա ինձ ապշե։ Ինչ եք անում ժողովուրդ։
նորմալ կողմնորոշվեք պատվերս կատարեմ։ Դա ձեռը դու։ Լսի, հա, շատ եմ սիրում քեզ, բայց համը ճանես։ Ձեզ տվել լավեցա։ Ղալատ կանես։ Հենց հիմա երախուն բաց թող ու դուրս արի մեքենայից, քանի ոստիկանություն չեմ կանչել։ Գայան աղջիկ, բռնել ես տալի, հա։ Մամայից բան չասես։ Ահ! Գծում ես տոշնի մերը տեսոց։ Ահ! Թու! Մեկ էլ ես երախուն մոտ չգաս։ Դու ձեն է աղջի։ Ահ, արա խիտողեցի սրանց, արա։ Սրանք պախած են։ Տանտեղն էլ չգիտեմ, արա մի ինչքան վաղտա առանց աշխատավարձ եմ մնացել։ Դու ոնց կացեց, արա։ Ահ։ Ոնց կացեց, արա։ Եվ քանի որ դա իմ տատի գերեզմանը չի, հետևաբար ես ոչ մի փաստաթուղթ չեմ կարող տրամադրել։ Էդ յանը ինչ ես ինձ ասում որ։ Բամ ասեմ, ձեր արասների համար ով է պատասխան տա։ Լեզուտ բացվել է Արթուրիկ։ Այս պատմությունը ամբողջովին ձեր շուրջն է հյուսված։ Իսկ այս տպավորությունը, որ ես եկել եմ դարդերս եմ պատմում, դա ձեզ հետ հետաքրքիր չի, Յուրի Սպարտակովիչ։ Գնաս հավեն այդ հարցեր այդ բարձի։ Կամ էլ վաղնարին։ Որտեւ իմ ուղեղն ենքան մտածված որ քո տված ինֆորմացիան չեմ կարող մարսեմ։ Ինչներ իմ տված ինֆորմացիան չափից դուրս պարզ է։ Բալայանների ընտանիքը քարուքանդ կլինի, եթե հանկարծ ճշմարտությունը բացահայտվի։ Եթե խոսքերս այնքան չոր էին ու կոպիտ, որ քեզ ցավ պատճառեցին, մի անգամից ասեմ, որ չէի ուզում։ Պարզապես կյանքն է այդպիսին։ Դաժանը։ Ես քեզ չեմ մեղադրում, պապ։ Այնպես չի, որ դու սպոյին վատաբանում էիր։ Ասում էիր են ինչ որ կա։ Ինչը ես էլ գիտեմ։ Չեմ ուզում քեզ ցավ պատճառած լինել։ Չեմ ուզում, որ ամեն անգամ նույն տեղով անցնելիս վայր ընկնես։ Ու ես վստահ չեմ, որ այս անգամ էլ վայր չեմ ընկնի։ Չի կարելի ամբողջ կյանքում սխալվելով ապրել։ Մարդ մի անգամ ճահիճը մտնելուց ու խեղդվելուց հազիվ փրկվելով չի կարող նորից ինքնակամ նույն ճահիճը մտնի։ Ես այդ բոլորը գիտակցում եմ, պապ։ Ուղղակի ոնց պատտվում եմ, հայտնվում եմ այդ ճահճի մեջ։ Այս անգամ ես եմ մեղավոր։ Եթե ես չվատանայի, դու հիմա երկրում չէիր լինի ու այդ բալայան դեբիլն էլ գլուխը որ պատովն ուզում էր թող տար։ Ես էլի կգնամ։ Երբ։ Ինչքան հնարավոր է շուտ այդ ամեն ինչը կազմակերպի, պապ, որովհետև եթե մի քիչ էլ ժամանակ ձգվեց, ես հաստատ չեմ կարողանա սպոյից բաժանվել։ Հաստատ վստահ ես, որ գնում ես, չէ՞։ Դե ես կզբաղվեմ Տոմսերի հարցով։
է իմ կյանքը։ Ալո։ Իմ կա եթե ձեն չանեցիր, կարող եմ գամ հաստամ ձեր տուն, գիտես։ Լավ եմ սպով։ Տղես ոնց է։ Ինքն էլ է լավ։ Դե ասա պապան բարևում։ Ամել ոնց էր ձենը դուրս չի գալի, լաց ես եղել, չհասկացա։ Չէ սպո։ Գնաց էի։ Ինչի ես զանգել։ Չեմ ժագում, դու միջև եփ ես տենց աչ ու ձախ սպոյտ ճորելու։ Չնայած չորի է, ինձ ոգևորում է, լինես տասիբիա գցում, որ ամեն գնով վերադարձնեմ քեզ, որովհետև դու այս տաղուն ես։ Կմեկնեմ, որ ես սպանիչ ընտրության առաջ չկանգնեմ։ Լսի լիքյանքս գիտես բան է, ինչ եմ ուզում եմ բան անենք, որ ոնց է կոչվում է, որ տանում եմ բժիշկի եմ բանով ապարատով նայում են, ինչ է, ոբշմ, դրանով ուզում եմ տղու ստենամ, վաղ կարանք այդ մոմենտը կազմակերպենք։ Ես քեզ այդ ուրախությունից չեմ կարող զրկել։ Եմ կա, հիմա կարանք գնանք, թե չէ։ Հասպո, կգնանք։ Կյանքս քեզ ու տղուս պաչում եմ հանգիստ կնք։ Դու ինձ ուրիշ տարբերակ չթողեցիր սպո։ Այ արա, մեր դրա պասպորտին արա։ Որ քունդ խանգարեմ էլ ոչինչ, հա? Թե նեղվում ես։ Արա, ով եղար դու, որ զանգես ինձ այ բոմժ։ Չգիտեմ մենք իրարով ենք, բայց մենք իրար հետ շատ ենք կապվել։ Դե հիմա էլ լսի քեզ ինչ եմ ասում, ու դա քո շահերից է բխում։ Հենց մի հեռախոսը անջտի։ Չեմ հասկանում այդ վատ ես տեսնում, հա, որ ամեն անգամ վերիպում ես։ Ասեմ իմանաս, որ այս անգամ դու քո վերջի հնարավորությունը բաց թողեցիր։ Արա, լսի այ հոգնած, ինչա, կյանքի ձրկարակն ես ընգե, ուզում ես մեռնես չգիտես ոնց։ Իմ մեռնելու փուլերը ես անցա, հիմա քո հերթն է, կարող է դու իմ նման բախտավոր չլինես, բայց ասեմ իմանաս, քո բախտը ես կյանքում բոլոր հարցերում բերել է, բայց ես անգամ էլ չի բերելու, քանի կարաս կյանքը վայելի, թե չէ ինչ իմանաս, ինչ կլինի հետդ։ Արա, հետո էլ ասում ես սպան մի գժվի, արա, ոնց չգնամ սարա տամ սպան եմ, արա։ Այ ես քո արա։ Ես մի քանի կյանք ունեի։ Քոնը չգիտես ինչի վստահ եմ, որ մեկն է։ Ու այդ մեկը ես քեզնից խլելու եմ։